Վրաստանը դրական է գնահատում ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցը Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, հավելելով, այդ այցը ցույց է տալիս, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարևորում է խաղաղության հաստատումը։ Նրա խոսքով Թբիլիսին իր ներդրումն է կատարում այդ գործընթացում։ Անդրադառնալով պնդումներին, թե Վրաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային գործընթացներից, Բոճորիշվիլին նշել է, որ Վրաստանի դերն անհնար է թերագնահատել։ Ոչ ոք չի բացառում այլընտրանքային ուղիների գոյությունը եւ դրանում ոչ մի վատ բան չկա, բայց Վրաստանը չհիշատակելն անհավանական է։ Վրաստանը միակ երկիրն է, որ ելք ունի դեպի ծով եւ միայն դա բավարար է, ասել է նախարարը։ Բոճորիշվիլին նաեւ նշել է, որ Վրաստանը պատրաստ է խորհրդակցությունների եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերանայման, ռազմավարական գործընկերությունը վերականգնելու նպատակով։ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին դիվանագետը նշել է, որ Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, իսկ Ուկրաինայի հետ հարաբերություններում Բոճորիշվիլու խոսքով մի շարք հարցեր մնում են չլուծված։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն լուրջ քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ճանապարհին հանդես գալով տարբեր նախաձեռնություններով։ Նա նաև նշել է, որ երկիրը չի մասնակցի մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Բայրամովը հստակեցրել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսի խիտ եւ հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։ Պաշտոնյան անդրադարձել է նաև 2024 թվականին ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանմանը։ Նա նշել է, Բաքվի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ սկզբունքային է եւ հստակ։ Դա Ռուսաստանի պաշտպանության նախարարության սխալն էր։ Նրա խոսքով ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կիրագործի 2025 թվականի հոկտեմբերին երկու երկրի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունները։ Տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի եւ փոխհատուցում կվճարվի։ Բայրամովին արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը Մարիա Զախարովայի խոսքով Մոսկվան մտադիր է ամբողջությամբ կարգավորել ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը եւ շրջել այդ ողբերգական էջը կողմերի հարաբերություններում։ Նա նաև ադրբեջանցի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին շուտապույտ ազատ արձակելու անհրաժեշտության վրա։ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի մեկնող Ազալի ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում գտնվող 67 անձից 38-ը զոհվել էր։ Ենթադրվում է, որ ինքնաթիռին հարվածել է ռուսական հրթիռ, երբ այն փորձել էր վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում։ Իրանի եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Ժնևում Օմանի միջնորդությամբ բանակցությունների երրորդ փուլում քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրին եւ ամերիկյան պատժամիջոցների վերացմանն առնչվող հարցեր։ Ըստ Իրանի արտգործնախարարության խոսնակի, երկու կողմն էլ մեծ լրջությամբ է մոտենում քննարկումներին։ Ինչպես միջուկային, այնպես էլ պատժամիջոցների վերացման հարցում կարևոր առաջարկներ եւ գործնական նախաձեռնություններ են եղել, նշել է Էսմայիլ Բաղային։ Բանակցությունների միջնորդ Օմանի արտգործնախարարն էլ նշել է, կողմերն աննախադեպ պատրաստակամություն են ցուցաբերում նոր գաղափարների նկատմամբ, ջանքերը շարունակվում են կառուցողական ոգով։ Ըստ ամերիկյան կողմի, Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի։ Նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն ունի նաև այլ տարբերակներ։ Քննարկումների ֆոնին ԱՄՆ-ն տարածաշրջանում մեծաթիվ ուժեր է կուտակել, այդ թվում 2 ավիակիր եւ կործանիչներ։ Բանակցություններից առաջ Իրանի նախագահը հայտարարել էր, որ համաձայն Գերագույն առաջնորդի արգելքի երկիրը չի կարող միջուկային զենք ստեղծել։ Ժնևում բանակցություններ են տեղի ունեցել նաև Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Քննարկման օրակարգում են եղել Ուկրաինային տնտեսական աջակցությունը եւ երկրի հետ պատերազմյան վերականգնումը։ Կիևը հույս ունի առաջիկա 10 տարվա ընթացքում $800 միլիարդ հավաքագրել երկրի վերակառուցման համար։ Բացի այդ, քննարկվել է մարտի սկզբին Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպման նախապատրաստումը։ Չնայած հակամարտության լուծման ջանքերին Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխադարձ հարվածները շարունակվել են։ Կողմերը նաև զոհերի մարմիններ են փոխանակել։ Ռուսաստանն Ուկրաինային է վերադարձրել 1000 զինծառայողի աճյուն, փոխարենը ստանալով 35 զոհի մարմին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։